Գիտես, որ 80%-ից ավել սպառողներ նախընտրում են ինքնուրույն ուսումնասիրել ապրանքներն ու ծառայությունները, մինչև որևէ բրենդի հետ անմիջական կապ հաստատելը կամ գնում կատարելը։ Սա է հենց պատճառը, որ пассив վաճառքի ռազմավարությունը կարող է դառնալ քո բիզնեսի վաճառքի աճի կարևորագույն ռազմավարությունը։ Բաժանորդագրվիր մեր ալիքին եւ իհարկե դիտիր այս վիդեոն մինչև վերջ վաճառքի пассив ռազմավարության գաղտնիքները եւ ամենակարևոր գործիքները բացահայտելու համար։ Քանի որ մեր նախորդ էպիզոդներում արդեն խոսել ենք, որ ցանկացած բիզնեսի վաճառքային ռազմավարություն ընտրելիս պետք է հաշվի առնել եւ ակտիվ եւ пассив ստրատեգիաները, անհրաժեշտ է մանրամասն ինֆորմացիա ունենալ դրանց մասին։ Տեղեկացված ես, ուրեմն զինված ես։ Նախորդ վիդեոյում զրուցեցինք ակտիվ վաճառքի ռազմավարության եւ դրա գործիքակազմի մասին։ Այսօր ուզում եմ ներկայացնել, թե ինչպես պետք է իրականացնել пассив inbound ռազմավարությունը։ Ինչպես վիդեոներում արդեն խոսել ենք, այստեղ եւս ներկայացնելու եմ տարբեր գործիքներ եւ ուղղություններ, որոնցով հնարավոր կլինի пассив կերպով ներգրավել նոր հաճախորդներ եւ փակել շատ գործարքներ։ Ցանկացած пассив ռազմավարության մեջ անհրաժեշտ է պրոդուկտից կախված ընտրել գործիքակազմ եւ գործունեության ուղղություններ։ Իհարկե չենք մոռանում նաեւ, թե ինչ շուկայի համար ենք աշխատելու։ Օրինակ, եթե դու աշխատում ես հիմնականում միջազգային շուկայի համար, շատ կարևոր է օգտագործել SEO եւ PPC գործիքակազմերը։ Ինչ է SEO-ն? Հապավում է բացվում է Search Engine Optimization, ինչը ենթադրում է ունենալ հատուկ ընտրված բանալի բառերով մշակված web content եւ ոչ միայն, որը հնարավորություն կտա հաճախորդին իր խնդրի լուծման համար նախատեսված ապրանքներ եւ ծառայություններ որոնելիս նկատել նաեւ քո ընկերության կայքեջը։ PPC, Pay per click, նաեւ հայտնի որպես Google Ads, նույն որոնման համակարգում արդեն վճարովի գովազդ միացնելու տարբերակով կայքի առաջխաղացումն է։ Այս դեպքում գործ ունենք ոչ թե օրգանիկ աճի, այլ գովազդի միջոցով առաջխաղացման հետ։ Այս երկու գործիքները համադրելով հեշտացնում ես հաճախորդների քո բիզնեսը գտնելու բոլոր գործընթացները։ Պետք է նաև հաշվի առնել, որ SEO ռազմավարություն ընտրելիս շտապողականությունը կարող է գործել քո դեմ։ Միջին վիճակագրությամբ SEO ռազմավարության կիրառման արդյունքները երևում են 6-ից 12 ամսվա ընթացքում, երբեմն նաև ավելի ուշ։ SEO-ի համար նաև շատ կարևոր է միշտ լինել տեղեկացված Google-ի եւ այլ որոնման հարթակների նորություններին եւ ապդեյթներին։ Դրանց չհետևելը ճակատագրական կարող է լինել կայքի եւ բիզնեսի համար։ Մյուս հայտնի եւ տարածված ռազմավարությունը իհարկե social media marketing-ն է։ Այն իրականացվում է ամենատարբեր հարթակներով, կախված բիզնեսի ոլորտից եւ նպատակներից։ Ամենահայտնի օգտագործվող հարթակներն են Facebook, Instagram, LinkedIn, TikTok, Telegram, YouTube, Reddit եւ այլն։ Այս բոլոր հարթակներում տարվող մարքեթինգային արշավների արդյունքում կարող ես գեներացնել հաճախորդներ, սակայն արշավ նախաձեռնելուց առաջ չմոռանաս հաշվարկել, թե որքան կարժենա արշավի իրականացումը մեկ պոտենցիալ գնորդի հաշվարկով, հարթակներից յուրաքանչյուրում։ Խոսքը այսպես կոչված cost per lead կամ cost per click-ի մասին է։ Ակտիվ եւ կանոնավոր կոնտենտի մատուցումը այսօր համարվում է ընկերության առաջխաղացման եւ հաճախորդներ ձեռք բերելու ամենաակտուալ, արագ եւ արդյունավետ ուղիներից մեկը։ Շատ լավ տարբերակ է ինֆորմատիվ օգտակար կոնտենտի ներկայացումը, հիմնված թիրախային լսարանի կարիքների եւ հետաքրքրությունների վրա։ Այն կարելի է նաեւ ավելի արդյունավետ իրականացնել գովազդների advertisement campaign-ների միջոցով։ Մյուս ակտուալ ուղղությունը այսպես կոչված event marketing-ն է, որը իդեալական пассив ռազմավարություն է։ Ինչ է այն իրենից ներկայացնում։ Դու կազմակերպում ես միջոցառում, ընկերությանը կամ պրոդուկտին վերաբերվող որևէ թեմայով, ներգրավում տարբեր պոտենցիալ գնորդների որպես հյուր, խոսնակ կամ մասնակից, այդպիսով դեպի քո կողմն ես քաշում բազմաթիվ պոտենցիալ հետաքրքրված գնորդների։ Հետաքրքիր пассив ռազմավարությունը նաև էքսպոների մասնակցությունը։ Տաղավարային ներկայացվածությունը թույլ է տալիս ինֆորմացիա տալ ընկերության պրոդուկտների մասին, ծառայությունների մասին, ինչպես նաև շատ դեպքերում հենց տեղում կազմակերպել գործարքներ կամ ձեռք բերել պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար։ Digital թվային գործիքներից առանցքային նշանակություն ունի նաև email ու SMS մարքեթինգները, որի մասին շատ ավելի մանրամասն կխոսենք դեռ։ Կարող ես կիրառել օրինակ Wooxy կամ Dexatel գործիքները, որոնք թույլ են տալիս հեշտությամբ իրականացնել SMS մարքեթինգ, այդ թվում WhatsApp campaign, Viber campaign, direct SMS մարքեթինգ եւ իրազեկել պոտենցիալ գնորդներին կազմակերպության պրոդուկտների, ծառայությունների եւ իհարկե նորությունների մասին։ Քանի որ մենք միշտ կողմնակից ենք, որ մարքեթինգի վեկտորը լինի պոտենցիալ գնորդների գեներացումը, էական եմ համարում նշել, որ մարքեթինգի արդյունքը ավելի ռեալ եւ չափելի դարձնելու համար անհրաժեշտ է, որպեսզի տվյալ գործիքների կիրառումից գեներացվող բոլոր պոտենցիալ գնորդների տվյալները հավաքվեն մի տեղում։
Սա կօգնի վաճառքի մասնագետներին աշխատանքը ավելի արդյունավետ կերպով շարունակելու մինչև գործարքի փակումը։ Չմոռանամ նշել, որ բացի այն, որ կարող ես բոլոր գործիքները առանձին գործածել եւ հասնել որոշակի արդյունքների, ցանկալի է նաեւ, որ այս ամենը ծառայեցնես նաեւ վեբսայթի առաջխաղացման համար տրաֆիկ ավելացնելու նպատակով։ Սակայն հաշվի առ, որ վեբսայթը պետք է լինի ֆունկցիոնալ եւ ճկուն, որպեսզի հաճախորդները առանց խոչընդոտների դուրս գան քո բրենդի հետ կոմունիկացիայի։ Այստեղ քեզ կարող են օգնության հասնել չաթ-բոտերը եւ լայվ չաթերը, որոնք կցվում են նաեւ վեբսայթին։ Եվ ամենակարևորը, որպեսզի բոլոր այս գործիքակազմերի աշխատանքն իրականացնես համակարգված, առանց ավելորդ ստրեսի եւ ժամանակի կորստի կրկնվող գործողությունների վրա, կարող ես օգտագործել դրանք CRM համակարգի հետ ինտեգրելով։ Սա անկախ վերջնանպատակից կլինի դա պրոդուկտի տեսանելիության ավելացում, թե նոր հաճախորդների գեներացում, գործիքների ինտեգրացիան CRM համակարգի հետ թույլ կտա ունենալ ամբողջը մի տեղում, ավելի ճիշտ համակարգել յուրաքանչյուրի գործունեությունը, տեսնել հաճախորդի պատմությունը անկախ նրանից, թե որ հարթակի միջոցով է գեներացվել, խուսափել հաճախ հանդիպող դուպլիկատ հաճախորդներ գրանցելու խնդիրներից։ Դե, ինչպես միշտ, ներկայացված գործիքների հղումը կարող ես տեսնել վիդեոյի նկարագրություն բաժնում։ Ու չմոռանաս բաժանորդագրվել մեր նյուզլեթերին ավելի շատ ինֆորմացիա եւ օգտակար խորհուրդներ ստանալու համար։